Արգելի քաղաքացիներ, ընդհատվեց, բայց ոնց որ թե պահեց լայվը, դրա համար ես նորից չեմ սկսում, ընդհանրապես կարճ ամփոփում կանեմ, հասանք այնտեղ, որտեղ որ մենք քննարկում էինք 329 հոդվածը, ես ցույց տվեցի, որ այս քպեական իշխանությունները դաղալություն են արել, այն նպատակը, որ այս հոդվածում ունի, թույլի ուժեղից պաշտպանելու համար, դա նենգափոխել են, դրա փոխարեն պաշտպանում են բացառապես ԿՊ-ին, ընդդիմադիրներից, բայց այն դեպքերում, երբ որ իսկապես այս հոդվածի գործողության քննարկման հարցն է, օրինակ այս դեպքում Տանի Խաչատրյանի ուղիղ քսենոֆոբիկ խտրականություն պարունակող ձևակերպումները քննարկման առարկա չեն դարձնում։ Եվ նրա մասին է խոսում, որ գուցե պետք է մի հատ հանցագործության մասին հաղորդում տալ, որ իրար գան, մի հատ մտածեն, տեսնեն, եւ մյուս անգամ այդ Անի Խաչատրյանի պես-ները երկու անգամ ավելի երկար մտածեն, որպեսզի հասկանան այս ձևակերպումները թույլ տալիս են, իրանց թե թույլ չեն տալիս։ Գուցե դա է պետք անի։ Բայց ես կարճ կուզենայի անցնել այն չափանիշներով, որը այստեղ առկա է։ Օրինակ, չափանիշներից ամենակարևորներից մեկը անձն է, որը որ խոսում է։ Նույն հայեմատություն եմ հասկացնում Սամվել Վարդանյանի դեպքի հետ։ Ով էր Սամվել Վարդանյանը այդ ավտոբուսի գործի ժամանակ։ Ճանաչում եք իրար, չէ։ Ինչ էր, կուսակցության անդամ էր, հայտնի երգիչ էր, քաղաքական գործիչ էր, չէ, սովորական տղա էր, որը գնացել էր 18 թվականին մասնակցել էր այս խայտարակ process-ին, հետո տեսել էր, որ իրան օգտագործել են իրենց իշխանությանը հասնելու համար, մասնակցել էր 44-օրյա պատերազմի, դրանից հետո բավական ակտիվ ընդդիմադիր գործունեություն էր իրար։ Դու այսինքն գործունեությունը որն է բողոբան են, միցինգ էր գնում, մարդը մասնակցում էր, չգիտեմ, այդ էր։ Եվ բավական կոշտ քննադատության էր ենթարկում այս ԿՊ-ական իշխանությունները։ Իսկ ով է Անի Խաչատրյանը բավական լուրջ տեղ ունեցող, ուրեմն կուսակցության Երևանի հավաքանու անդամ։ Անհայմատելի է, չէ, օրինակ այս չափանիշը։ Կամ օրինակ այսպես կոչված համատեքստն է այստեղ կարևորվող հանգամանքներից մեկը։ Դեռ հասկանանք համատեքստը այստեղ որն է։ Համատեքստը այստեղ որն է։ Շատ կարևոր է համատեքստը, որ օրինակ Հայաստանում բավական լուրջ հակառուսական տրամադրություններ, որոնք ոչ թե պետության մասին է խոսքը, այլ հենց ազգության ոստերի մասին, ուրեմն խթանող մարդիկ կան, անընդհատ նման այսպես Facebook-յան գրառումներ եք տեսնում եւ այլն, այսինքն այստեղ նույնպես վտանգ կա մեծ։ Եվ այլն, մյուս հատկանիշները նույնպես կարևոր են, օրինակ մի հատկանիշն ասեմ եւ վերջ։ Ձևը եւ բովանդակությունը։ Մարդը ոչ թե տենց իր անկերոջ հետ խոսելա եւ կողքից մեկը զայնագրելա, չէ, այլ ինքը լավ էլ գիտակցել է, որ լրագրողներին է ասում եւ այդ իր խոսքերը տարածվելու են, այսինքն ինքը ինտերվյու է դա տվել։ Մարդիկ մոտեցել են, հարցազրույց է տվել այդ բանին, ճեպազրույց է կազմակերպել տենց ոտի վրա։ Ոչ թե ինչ որ կողքից մեկը նկարել է, երբ որ ինքը մեկի հետ խոսում էր, ինչ որ մտքեր էր կիսում։ Սա էլ է շատ կարևոր հատկանիշ եւ այլն։ Հիմա ես այդ նախորդ գրառումից հետո այս մարդիկ իմ հետ կապվեցին։ Ես հասկացա, որ այդպես հայաստանյան իրականությունից չեն ճանաչում։ Ուրախացա, որ չեն ճանաչում։ Հայաստանյան քաղաքական ուրեմն կոնտեքստը շատ լավ չեն պատկերացնում։ Իհարկե գիտեն ով է իր ղեկավարը, այդ տեղեկատվությունը գիտեն, քաղաքապետին շատ լավ գիտեն։ Ես ամեն դեպքում իրաց տեղեկացրեցի, ասեցի, գիտեք ինչ, սա ձեր խնդիրը չի, սա մեր խնդիրն է, որտեղ սա անձնական բնույթի ենթադրյալ հանցագործություն չի, սա հանրային անվտանգության դեմ ուղղված առարկա։ Ինչքան ձեր խնդիրն է, այնքան էլ մեր խնդիրն է։ Ես այնպես չի, որ ձեզնից համաձայնություն եմ խնդրում կամ ինչ որ պես մի բան, չէ։ Ուղղակի ձեզ նախ հարցնում եմ, ասում, կարող եք ինչ որ գործընթաց եք նախաձեռնել, ասեցին, չէ, մենք որևէ գործընթաց այս պահին չենք նախաձեռնել, բայց իհարկե տենց սրած սիրում ասեց, բայց իհարկե շատ տհաճ էր դա լսելը, դա որտեղ տենց հեչ սիրուն բան չէր, այդ ինչ ասելու բան էր։ Դե ասեցի, հա, դե բնականաբար։ Եվ տեղեկացնելու, որ ինչ որ լրացուցիչ տեղեկատվություն եթե կար չէ, այս է լրացուցիչ տեղեկատվություն։ Օրինակ այն է լրացուցիչ, որ այդ մարդկանց մեջ կան Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ։ Դա խտրականություն չի, ինչ է։ Անկամ եթե Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ չլինեն, Հայաստանի Հանրապետությունում
տևական ժամանակ այո Գյումրիի ընտրությունը վաղը որ լինելու է չէ որ այնտեղ կարող մասնակցեն նաև եթե չեմ սխալվում 6 ամիս Գյումրիում գրանցված մշտապես բնակություն հաստատած օտարերկրացիները ինչի է այդպես որտեղ համայնքային խնդիրները ուրիշ են իրաց բնույթը այս մարդիկ հո քաղաքական հարցեր չեն բարձրացնում այս մարդիկ բարձրացնում են համայնքային նշանակության հարցեր ծառերի հարցը իրանց էլ է վերաբերում հավասարապես եթե իրանք բնակվում են մշտապես բնակվում են Հայաստանում եւ մտադրությունն է շարունակել Հայաստանի Հանրապետությունում բնակվել մտադրություն պես ասեցին մեկը ես չունեմ վերադառնալ Ռուսաստան դա իրաց գործն է ունեն թե չունեն ամեն դեպքում սա խտրականության դասական դրսևորում որովհետև այդ մարդիկ ունեն բողոքի ձայն բարձրացնելու իրավունք ունեն խաղաղ հավաքներ իրականացնելու իրավունք, որ այդ պահին իրականացնում էին եւ խտրականություն դնել, վերջում էլ ասել ռուսական վնգստոցին հակառակ մենք մեր ծրագրերը իրականացնելու ենք, դա իմ պատկերացմամբ տեղավորվում է, շատ ավելի շատ է տեղավորվում 329 հոդվածի ներքո, քան օրինակ նույն Սամվել Վարդանյանի դեպքը, շատ ավելի շատ է տեղավորվում։ Եվ որպեսզի մենք ցույց տանք մարդկանց, որ այս 329 հոդվածը 329 հոդված ինչի համար է նախատեսված, գուցե թե այս գործողությունը անենք։ Ես կշարունակեմ իմ քննարկումները, ուսումնասիրությունները եւ եթե լրացուցիչ ինչ-որ նաեւ կարծիքներ կլսեմ սրա հետ կապված եւ եթե կարիք կլինի, դա կներկայացնենք։ Նորից ասենք, անձամբ իմ ինչ-որ տեղ հետ պահող բանը որն է, ես որևէ մտադրություն չունեմ այդ կնոջը տանեն փակեն, լավ էսպես ասեմ։ Չեմ էլ ուզի այդպես լինի եւ դա չի խնդիրը, չնայած իր նկատմամբ խիստ բացասական վերաբերում, որ ծայրահեղ բացասական վերաբերմունք ունեմ, բայց դա իմ նպատակը չի եւ չեմ ուզում այդպես լինի, նորից ասեմ, կինա մեկ ու լավ այդ գործոնը վերջակետ դնենք, հենց այդ գործոնով։ Բայց սրա նպատակը ավելի շատ լինելու է կանխարգելիչ նպատակ լինելու, որովհետեւ գիտեք ինչ, 1-2 նման բաներ լինեն Մենք 2.5 միլիոն մարդ ապրում Ռուսաստանում, բա որ իրանք նույն բանը մեր նկատմամբ անեն։ Ունես չի որ դեպքեր չեն լինում, չեն անում։ Բա որ լեգիտիմ հնարավորություն եք տալի։ Հիմա ես չգիտեմ, տարածվել է, չի տարածվել այս նյութը իրանց մամուլում գրել են, չեն գրել, չգիտեմ։ Մեր մամուլում տես լայնորեն տարածվել է։ Բա այդպես ո՞նց կլինի։ Սա ուղղակի շատ վտանգավոր արարք է իմ պատկերացմամբ ազգային հենքով այսպիսի բաներ անելու։ Սրա մասին է ուզում խոսել, եթե մարդիկ կան կուզենային քննարկել այս հարցը լրացուցիչ, ես պատրաստ եմ այս հարցը քննարկելու։ Այս լրության օրը կարծում եմ արդյունավետ օգտագործեցինք, վաղը շատ կարևոր ընտրություններ են տեղական ինքնակառավարման, բայց շատ քաղաքական ընտրություններ են մեր երկրորդ քաղաքում, մեր Գյումրիում։ Ես կրկնեմ սկզբի ասածս ասեմ, որ կոչ եմ անում քաղաքացիներին։ Մի հատ ամենակարևոր կոչը անպայման մասնակցեք քվեարկությանը։ Եթե Գյումրիում չեք, թե այնտեղի գրանցում ունեք, միվի այսպես ափսոսեք այդ ժամանակը գնացեք եւ մասնակցեք քվեարկությանը, սա շատ կարևոր քվեարկություն է։ Եվ մի բան էլ ասեմ, Գոհարներ Մելոյան խոսում նրա մասին, որ տեղեկություններ են ստացել, որ այսպես տարբեր հիմնարկների ղեկավարներ արդեն պարզ է թե ում համար ստիպում են, որպեսզի նկարեն իրանց այսպես քվեարկությունները մեքենայով հեռախոսով նկարեն, հետո իրանց ներկայացնեն։ Ուրեմն իմացեք, որ դա հանցագործություն է, ձեզ նման պահանջ ներկայացնողը, խորհուրդ տվողը, առաջարկություն անողը հանցագործություն է կատարում եւ դուք մի դարձեք այդ հանցագործության կատարողներ։ Դա պարզապես հանցագործություն է։ Դա պարզապես հանցագործություն է։ Այսքանը, շնորհակալություն, հաջողություն։